Ես էլի դուրը բացես թող արջի։ Բարև մորքորի տղա։ Ինչ ես նես թարսներում, կարող մորքորի տղան չի։ Նա ասում եմ, բայց պետք չի ամեն ասացի վրա հիմնվել։ Ժանի չես խոսում։ Չես լսում, չի ուզում հավատա։ Ոնց որ դու շուտ ուրախացար, հա։ Դե ուրախացա քո համար։ Արդեն քո ադանեի շփումը կարամ չսահմանափակեմ։ Հետո մի կողմից սխալ է մորքուր երեխեքի շփումը սահմանափակելը։ Այդ կլինի վերջ տանք ես անիմաստ խոսակցությանը։ Հա իհարկե կլինի։ Իմ ու ադանեի շփումը ոչ մեկ չի կարող սահմանափակի։ Եթե իհարկե ադանեն դա չցանկանա, հասկացանք իրար։ Ադանեի յուրաքանչյուր քայլը ես եմ որոշում։ Ու այդ արդեն շատ վաղուց տենց է։ Տեր Աստված։ Լավ, հետո։ Գիտես, ես սիրում եմ ընդառաջել մարդկանց։ Ապրել ու չչարանալ մարդկանց հանդեպ, չհիշել իրենց արած վատությունները։ Մերսի։ Կարող էիր չգալ, բայց եկար։ Ասացիդ իմաստը հասկացա։ Կարմենը ոնց է։ Վատ, ինքնասպանության հասնելու չափ վատ։ Ոյ, Տեր Աստված։ Ինքնասպանությունից վատ բան, ահա որ է։ Մարտա, եթե դու եկել ես երեխուդ հետդ վերցնելով, բա մեր երեխուն մոտ ես թողել, մեր թոռանը ով է խնամում։ Այ մարդ, ես էլ անընդհատ ինձ հարց եմ տալիս, ասում եմ տեսնես անգին եմ, ինչի համար է ուզում ինձ տեսնի, չա պետք իրեն ինձնից, այ։ Թոռանս համար շատ եմ անհանգստանում։ Դե, հա, ինչ-որ չափով պետք էր անհանգստանալ, եթե երեխան իմ մոտ լիներ, բայց երեխան ինձ մոտ չի։ Ոնց, երեխուն տուն չի բերել։ Չէ, բերել է, բայց բերել է ու հանձնել է Ադանեի իր սիրելի խնամքին։ Հլե այդ ապուշին նայիր։ Երեխուն մեր ձեռքից վերցնում է ու տանում է ումա տալիս։ Գիտես անգին ջան, ես իհարկե մեծ սիրով կխնամեի Վլադի տղային, ուղղակի ինչպես պարզ դարձավ հետո, մեր Վլադը, այսինքն ձեր Վլադը, միայն վստահում է Ադանեին։ Կամ էլ գիտես ինչ եմ մտածում, ասում եմ կարող է փորձ են ուզում ձեռք բերեն, դե շուտով ամուսնանալու են, չէ՞։ Թող հույսեր չկապի, իրա ու իրա սիրուհու մոտ մենք երեխա չենք թողնի, որ մի հատ էլ փորձ ձեռք բերի։ Բայց գլխովս մի միտք անցավ անգին։ Ինչ միտք, թե ոնց կարող են Կարմենսիտ այստեղում վերադարձնել։ Չէ, ավելի խելացի, ավելի կարևոր բան եմ մտածել։ Ասում եմ, ինձ թվում է, Վլադի ընկերուհին երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունի։ Դրա համար էլ ուզում է Կարմենսիտայի ու Վլադի երեխային իրանով անի։ Հնարավոր է, հա։ Ախր այս կյանքում անհնարին բան չկա, ամեն ինչ հնարավոր է դարձել։ Իսկ իմ գիժաղջիկը իր երեխուն վերադարձնելու ծրագիր մշակելու փոխարեն ընկած է ինքնասպանության գործելու հիվանդ մտքով։ Ձեր տանը բոլորդ գիժ եք, մեկըդ մյուսից գիժ։ Ոյ, շատ շոկ է։ Հուսով եմ Ալեքի մոտ բաց թողումներ չես արել։ Չեմ անում, կարող արել եմ։ Այս բան ինձ հետաքրքիր չի, թե Ալեկը ինչ կիմանա, ինչ կանի։ Ինձ հետաքրքիր է, թե մենք ինչ ենք անելու։ Մոռացար ասել, որ դա քեզանից է կախված։ Այն ինչ ասել եմ արել ես։ Այո, իմ տղերքը ստարտի վրա։
Որտեղը ցույց տաս կքանդենք, կհանենք։ Ու Ալիկ ինձ ընդմիշտ կազատվենք։ Ահա։ Ճիշտ ես ասում։ Թե չէ Ալիկը կազատվի թե քեզնից, թե ինձնից։ Ես մարդ ունեմ, որը դիակը կճանաչի։ Ու վկայություն կտա, որ Ալիկն ու Մարգոն երկար տարիներ սիրային կապի մեջ են։ Բա ինչ ես սպասում է։ Զանգի դրան բրոունյա արա։ Մինչև մենք Սևան կհասնենք։ Սևան։ Ապա ժամանակը չի։ Ալիկի սիրուն անելու, Ալիկին տեղը գցելու։ Դե ասա, որ ես էլ տղերքին ուղարկեմ Սևան։ Ուզում եմ մի հատ սրտիցս խոսք ասեմ։ Մերի, ախր շատ սիրուն անունում ես, հե, ես հենց նայում եմ քեզ, հիանում եմ, պապայի արև, սենց մտածում եմ, յա Մերի անունն է քո համար ստեղծված, յա էլ դու ես Մերի անունի համար ստեղծված, ուրիշ տարբերակ չկա։ Ջան, լսի Մերիս, մի հատ երգ եմ հիշել, հիմա կարող եմ մի քիչ իմ մոտ կատարումը լավ չի ստացվում, բայց ուզում եմ քո համար կատարեմ, էլի, կարևորը սիրտն է, կարևորը սրտանցը, լսի։ Մերին, ջերին, ծովն ու ես, իջի մի քիչ ռոմանտիկ երգ է, ես մի քիչ քարթի մեջ երգի կնել ես էլի ցավը տանեմ, այս ծաղիկն էլ իմ կողմից սալֆետկով ես եմ սարքել, վերցրու սիրունս։ Բայց դու սկսում ես ինձ դուր գալ արդեն, գիտես։ Բա որ ես ասում եմ, որ ես լավն եմ, ես լավը չեմ, ես այս քաղաքի ամենասիրուն տղեն եմ, հրաշք, լնայի, ոյ ամար, եսի գիտես խի եմ ասում, չստացվի ինձ եմ գովում, պրոստը այս տղու սրտում հլը ոչ մի աղջիկ չի եղել, այ որ քեզ տեսա, չէ, վրաս հասկացա, որ դու ես իմ սրտի տիրուհին, Մերի, ախի Մերի, ցավը տանեմ Մերի։ Բա ինչ են քեզ Արամիկ ասում, ոչ թե Արամ։ Քեզ ո՞նց է դուր գալիս։ Արամ։ Դե ուրեմն այսօրվանից ես Արամն եմ, Արամը, Մերի, Արամը, սիրունա չէ, Մերի, Արամը։ Ալո, բարև ձեզ։ Վայ իմ աղջիկ, ես ուզում էիր Արամիկի ձեռից պլստայիր, Արամիկի ձեռից հլը ոչ մի աղջիկ չի պլստացել։ Գտել եք նրան։ Ցավոք մահացած։ Մեզ պետք է որ դու գաս ու ճանաչես դիակը։ Բայց ես ո՞նց կարամ մետ անեմ։ Ես չեմ կարա իրան մահացած տեսնել։ Ինչա չես ուզում, որ ընկերու սպանողը պատժվի։ Իհարկե ուզում եմ։ Դե ուրեմն հավաքվի, քո մեջ ուժ գտի ու շատ արագ արի Սևան։ Մեզ պետք է որ դու դիակը ճանաչես։ Ու իմացի, որ դրանով դու ընկերուհուդ լավություն ես անում։ Շատ լավ։ Կգամ։ Գագա։ Հաշվի արդեն ճանապարհին է։ Արամ ջան, մենք նոր ենք ծանոթացել, ես շատ անհարմար եմ զգում, բայց խնդրում եմ, կարես ինձ հասցնես Սևան։ Վայ Մերի ջան, ես ինչ ես ասում։ Ես քեզ պետք կլինի Ամերիկա էլ կհասցնեմ։ Սևանն ի՞նչ է որ չտանեմ, ճիշտ է մենք նոր ենք ծանոթացել, բայց արդեն հավերժ սեր ենք իրար խոստացել։ Բա Սևանն ի՞նչ է, 50 կիլոմետր էլի։ Խնդիր չկա։ Դե գնամ շուտ պատրաստվեմ գամ։ Ես տեղ եմ հանգիստ պատրաստվի։ Գնա իմ աղջիկ, գնա որովհետև ես այդում ենք Սևան։ Այդ հանք տակ ջուր, սառը ջուր, հետո էլի տակ ջուր, էլի սառը ջուր։ Վայ Արամիկ, էս ինչ թեժ ամառա քո մոտ։ Մարդու ուղեղը մեկ-մեկ դադարում է աշխատել։ Այդ ժամանակը որ մարդ ինչ անմիտք այլ ասես անում է։ Իսկապես դադարել էր ուղեղս աշխատել։ Չէի գիտակցում ինչ եմ անում։ Թե չէ ես ես իմ հարստությունը չէի վտանգի։ Չի մտածում որ գնում էի այդ քայլին։ Երևի թե ոչինչ, եթե մտածեի չէի անի։ Վերջ, պապաջան, մենք պատրաստ ենք, կուշտենք, թողել եմ մի հատ, լողացել ենք, փոխվել ենք, ահա, արդեն երևի ուզում ենք քնենք։
Այ տղա։ Վերջ։ Ժանոն մտքիցդ չի անցնելու։ Բայց ասեմ, որ դուք ձեզ շատ վատ պահեցիք։ Եթե Ժանոյի մասին խոսակցությունը չեմ բացում, դու էլ մի բացի։ Բայց չի սենց դեմքով կանգնած։ Բայց երբում եմ ասում Ժանոյի մասին չեմ մտածում։ Նա։ Ուզում եմ, որ դու էլ չմտածես։ Դուք եք իմ հարստությունը։ Իսկ ինչի ես տենց կասես։ Մի ասա լավ։ Նրանք խնդրում եմ դուրս արի այդ վիճակից։ Մերսի, որ կասեմ կյանքում, ապրես։ Չես ուզում էլ ախում քնասնես։ Հա, արդեն քնում եմ։ Ինքը արդեն պատրաստ է քնելու։ Արի։ Դե քնացրու արի, քեզ մի քիչ գրկեմ կարոտս առնեմ։ Չէ, կքնացնեմ ու կգամ, որ դու ինձ պատմես, թե ինչի ես սենց։ Իսկ չլինի դրան չանդրադառնանք, մի քիչ համբույր։ Վերջ, լավ, գնացին։ Արի։ Սալյուտ։ Սալյուտ։ Սիրում եմ սալյուտ։ Ձեր արսանեկին սալյուտ իմ կողմից է լինելու։ Ճիշտ է ինձ չեմ հրավիրում արսանեկների, բայց ես սիրում եմ, ես միշտ գնում եմ արսանեկների, մանավանդ, որ ինձ չեմ հրավիրում արսանեկների։ Դու հարսանիք գալու ես։ Ինչ հարսանիք։ Ուժեղ հարսանիք է լինելու, շատ ուժեղ հարսանիք է լինելու, սալյուտն էլ իմ կողմից, բոմ։ Խորեն կարաս նենց խոսած, որ հասկանան ինչ ես ասում։ Ես գիտեի մենք կեզ բարից իրար հասկանում եմ, գիտես։ Ես եկել եմ, որ դու ինձ օգնես։ Իմ օգնությունը վճարովի է կողքինը։ Չէ, ես ոնց որ քեզ ընդհանրապես չեմ հետաքրքրում։ Զբաղված եմ ուղեղս լիքն աշխատում այդքան մի խանգարի, մի բզբզա։ Հիմա մենք չենք ամուսնանալու։ Ես անդադ մեր ամուսնության մասին եմ մտածում, իսկ դու ինձ ոչ մի պատասխան չես տալիս։ Կարաս այս ջուրը խմես նենց հովացնում է։ Ես մենակ քեզ մոտ եմ ինձ լավ զգում։ Խնդրում եմ, մենակ դու կարաս ինձ փրկես, փրկիր ինձ, հա։ Իմ փրկիչ։ Իսկ մոմերը դուր են, ռոմանտիկ մոմերը դուր են։ Խորան, ինձնից երեխուս տարել են, բայց ես համաձայն եմ իրան թողնեմ Վլադին, եթե դու ինձ հետ լինես։ Խնդրում եմ։ Ես եմ քեզ պետք։ Հա, արի ամուսնանանք, հա։ Բա աղբորս հերթ չտանք, առաջինը ինք ամուսնանա, հետո մենք։ Չէ, առաջինը մենք ամուսնանանք, հետո ինչ ուզում է լինի։ Էդ ինչ պրինցիպ է։ Պրինցիպ է, հա։ Չգիտեմ ինչա։ Ես մենակ քո մեջ եմ իմ փրկությունը տեսնում։ Լավ բան չասիր, Մերիկո ջան։ Նեղվա։ Ինչ անեմ, շատ դժվար է, բայց պետք է դիմանամ։ Ցավդ տանեմ, դու տենց ծանրություն մի վերցրա քո վրա։ Դուր ինձ ես կտանեմ այդ բեռը։ Հանուն մեր ընկերության, հանուն իմ սիրո, ես ամեն ինչ կանեմ։ Ուղղակի դու իրան չէիր ճանաչում, ինքը շատ բարի էր, ոչ մեկի վատություն առաջ չկար կյանքում։ Մերիկո ջան, պրիկրացի, եթե քո ընկերուհին էր, ուրեմն չէր կարա չար ու վատը լիներ։ Դու կողքից կլինես, չէ՞ դիակը հանելու պահի։
Թե վախենում ես։ Մենք դիակ տեսած տղա ենք ծավոտ տանում, ինձ որ չենք վախենում, հաստատ դամել Արամիկը այն տղեն չի, էլի, կներես, քո ասածի պես Արամը։ Կողդ եմ, բա ինչ են։ Աստված քեզ ուղարկեց, որ ես կարողանամ հաղթահարել այս դժվարությունը։ Հա, ու 1000 անգամ հա, Աստված ինձ միշտ ճիշտ ու տեղին տեղեր է ուղարկում։ Ամեն գիտես, չէ, ես շատ պունկտուալ պարտաճանաչ տղա եմ։ Մի հատ զանգեմ հայրիկիս զգուշացնեմ, որ Սևան ենք գնում, սիրելիս։ Ոխ, ոնց եկավ կյանքդ փրկեց, ինքդ քեզ սատկացնել էիր։ Իսկ պալաչին սատկել չկա։ Ոչ իմ Արամիկ։ Բաբջան, գիտեմ դու զբաղված մարդ ես, չեմ ուզում քեզի շատ խանգարեմ, ասի ուղղակի զգուշացնեմ քեզ, որ ես Սևան եմ գնում, որ հանգիստ լինես։ Սևան չկա։ Պապա, ինչ կա Սևանում կա, համել ամառը պրծավ Սևան չեղանք։ Առատել ակոտ։ Իսկ շատ կա, որ հասնենք։ Դու քո աչքերը փագի, տիգլազա զակրոյ, հաշվի միջև 100-ը, շիտայ դաստա, իմի մենք ընդեղ ենք, ծավոտ տանը։ Հիմա կոնկրետ ցույց կտան, թե որտեղ են փորում։ Ու կանցնեն գործի։ Փորողներն ուր են։ Ստեղ են։ Մոնթե։ Գնացինք։ Կանչեք փորողներին։ Ապեր դու ինձ պրիոքն ես ապեր։ Չմեծացար էլի Ալիկ։ Ինչի՞։ Որ մեծանում են դատարում են օգնություն խնդրելուց։ Դու իմ աղբերն ես, բա որ քեզնից օգնություն չխնդրեմ, ումից խնդրեմ։ Ալիկ, որ մեծանում են, փորձում են սխալները քչացնել, իսկ քեզ մոտ հակառակն ամեն ինչ, ինչքան մեծացար սխալների թիվը ավելացրիր։ Ապեր ինչ անեմ։ Ինչ անեմ, որ կյանքը ինձ ստիպում է գնալ կտրուկ քայլերի։ Կյանքն էլ քեզ ստիպել, որ գնայր այդ լարբերի հետևից։ Ասա է։ Ես չեմ հասկանում, Ալիկ, ինչի համար ես ընտանիք կազմել, եթե այդ լարբերի հետ մինչև հիմա պիտի քարշ կաս։ Գոնե տարիքդ հաշվի առ, գոնե տարիքիցդ ամաչի։ Բրատ ճիշտ ես, բոլոր մեղադրանքները ճիշտ են, տեղին են, բայց թող էդի հետո, հա։ Հիմա ինձ ցեխից անի էլի։ Ինչի։ Մեկա մի քանի օրից նորից գլորվելու ես ընկնես ցեխը։ Ապա մի քանի օրից որ մեռնելու ունեմ, ինձ մի փրկի, բայց հիմա ապեր դու ինձ պիտի օգնես։ Կասես ինձ, ինչի համար է իր պալաչի դեմ մահափորձ կազմակերպել։ Բա ինչ անեի։ Թողեի, որ իլուր աշխարհի գոռալ ես ինչ եմ արել։ Քո կարծիքով հիմա չի գոռալու։ Չգիտեմ, վստահ չեմ։ Երբեք չես կարող կռահել, թե պալաչի հաջորդ քայլը ինչ առնելու։ Լավ, իսկ փեսուցդ ինչ ես ուզում։ Դրանից մի խոսա, հա, որ այսքան հնարավորություն ունենայի, դրան մի վարկյան ողջ չէի թողնի։ Դու, կստացի, լավ կիլլեր կաշխատեիր։ Հա, հավատա, քեզ մոտ սպանելու ցանկությունը մեծ է, բայց ափսոս որ չես կարողանում մինչև վերջ հասցնել գործը ավարտին։ Ցանկություն կա, բայց չի ստացվում, ապա շնորհես։ Դե լավ, մամա, հենց դարդ մի արա, հա։ Վայ դու ոնց չես հասկանում, մեր երեխուն տարել տվել է իր սիրած աղջկան։ Օտար մարդ չի, մամ ջան, երեխու հերն է, ում կուզի կտա։ Մոնի, բայց դու առաջը տենց անսիրտ չէիր, քեզ ինչ եղավ։
Հասկացա, որ սիրտը ավելորդ օրգան է, որը ավելորդ էմոցիաներ է ծնում։ Հա, չէ բուրաշկանա քեզ հիասթափեցրել։ Մամա, ես քեզ խնդրում եմ, չի բուրաշկային այլևս իմ ներկայությամբ չհիշատակ ես։ Հա, բայց ես չէի ասե, աչքերդ մեքենայի դվորնիկ սարքես։ Համ էլ դու չասեցիր, որ ինչ որ նոր տղու հետ ես հանդիպում։ Հա, մամ, բայց դա այն չի։ Դե ոնց բացատրեմ, մի տեսակ այն չի։ Պարզա, երկու քույր այս քաղաքում չկարողացաք մի նորմալ կարգին տղա գտնել։ Դե հա, մամայի բախտը միշտ աղջիկներին է փոխանցվում։ Քայլի, հա։ Ես չեմ հավատում, որ դու ինձ չես սիրում։ Ես մենակ ինձ եմ սիրում։ Քիչ առաջ ինձ լրիվ ուրիշ բան թվաց։ Կարող եմ անաս հարսանիքը որտեղ ալենելու դրանց։ Լսի, դե հերիք է, էլի։ Ես քեզ հետ իմ զգացմունքներից եմ խոսում, մեր մասին եմ խոսում, ուզում եմ քննարկենք, իսկ դու ինչ որ հարսանիքից ես խոսում։ Հերիք է այդ հարսանիքի մասին մտածես։ Նոր եմ պատրաստում իրանց համար։ Խորեն հերիք է այդ հեռախոսի մեջ մտնես։ Արի կողքս նստի մի քիչ մեր մասին զրուցենք։ Որ հեռախոսից կտրվեմ, չեմ իմանա ոնց նվերը սարքեմ։ Ինչ նվեր ես սարքում։ Ասա որ լավն է։ Մեր նվերը առանձնանալու է։ Դու ինձնից խելառ ես։ Լավ հեռու գնամ մի խանգարին։ Մի րոպե։ Լավ։ Դու ինձ մենակ ասա մենք երբ ենք ամուսնանում, ու ես քեզ էլ չեմ խանգարի։ Մենակ օրն ասա։ Բում։ Լավն էր։ Միատելնենք։ Երկար գնացինք, ասացիր հաշվեմ միջև 100-ը, բայց Այ Մերիկո ջան, դարավ սելֆի ապարատ, սաղ նկարվա, ոտս դրել եմ գազին, նա երտեղ չկա։ Հիմա որսենց մի քիչ արագ քշեմ, հաստատ մենք տեղ չենք հասնի, կամ էլ քո ընկերու կողքեր կուատել փոս եմ փորելու Մերի եւ Արամի համար։ Պատկերացնում ես ինչ դաժան կարա լինի։ Այդենց բաներ մի ասա։ Ախր դու ինձ ստիպում ես։ Ես ոնց կարամ տենց բաներ ասել։ Ինչքան ջահել էր, ինչքան սիրուն, ինչքան կարճ ապրեց, կերույս իրա կյանքից բան չհասկացավ։ Լավ, հա, սենց նայում եմ քեզ ու համոզված եմ, որ հաստատ քեզնից սիրուն չի եղել, ամել այդքան մի նեղվի, իմ սիրտն էլ է նեղվում։ Նայի։ Հա, լավիկն է, բայց էլ մի հատ էլ ցույց տու։ Ինչի՞։ Լավ չնայեցի։ Ուրա ես էլ ասում եմ սրա դեմքը որդուցա ծանոթ։ Ուրա եսի հորս սիրածն արա։ Ես ես սրան հորս հետ եմ տեսել, արա ես նկարի մեջի աղջիկը հաստատ հորս սիրածն է։ Ինչ եղավ։ Փչացավ, հա, ավտոն էսի չէ, օրա, ավտոն փչացավ, բայ, փչացել է։ Հորս արև, պարսասա։ Դե ասա ապետ։ Ինչ ասեմ։ Ասա որ չես թողնի, որ հանրությունն ու օրենքը ինձ խժռեն։ Քո կարծիքով ես ով եմ, Ալիկ։ Ցավտանեմ դու այն մարդն ես, որ իր աղբոր համար սարեր աշուր տվել։ Ով է, ինչի չես պատասխանում։ Դու Արամիկն ես, ես իր ժամանակը չունեմ իմ։ Բա որ փորձանքի մեջ ընկած լինի ու հանկարծ քո կարիքն ունի, ինչ ես անելու։ Արա դե աղբերը շատ խելուք էլի, ես քո ցավը տանեմ։
Ալո։ Պապա։ Պապա, մենակ իմանաս ինչ եմ իմացել։ Թե փորձանքի մեջ ես ասա, թե կարևոր բան չի անջատի։ Այ պապա, դու ես փորձանքի մեջ, դու։ Այս ավտոն ինչի փչացավ։ Բավոր ալիկը հանգարց այս անգամ էլ ջերի չոր դուրս գա։ Պիտի թողենք, որ չոր դուրս գա։ Ես երբեք կյանքում չեմ թերագնահատել իմ թշնամուն։ Բայց սեփական ուժերն էլ պետք չի թերագնահատել։ Ախպեր բա որ հանկարծ եթե Ավելի մոնթե։ Վերջացրու, եթե հա, եթե։ Ալիկը այս անգամ չի պլաստալու։ Всё хорошо. Камсна. Ура. Вакатура. Я ушану. Լավ հիշացրիր։ Հա, ինչ արեցիր։ Իչի էլի ավտոից։ Ինչի։ Դե դու վռաշ չես։ Հա։ Դե իչի որ չուշանասեր, իչի մի հատ տաքսի կանգնացրու գնա։ Ինչ ես անում։ Իչի կասեմ։ Հասեց փչացել է մեքենա։ Այ քնեց։ Կերավ ու քնեց։ Լադ երեխուն պիտի շորել վերցնենք։ Գիտեմ կյանքս, այդ հարցը հեսա կլուծենք։ Ասում եմ սուտ այլի մարդ չի կրա քո նման այսքան ներողամիտ, հանդուրժող ու բարի լինի, ոնց որ դու ես։ Ինչ ես տենց ասում, որ Դե լավ կյանք չտվեց ելի քեզ, ինչ իմ հետ ես անընդհատ ինչ-որ փորձությունների ես ենթարկում։ Իսկ ես երբևէ դժգոհել եմ քեզ։ Ասա դժգոհել եմ երբևէ։ Բա ինչ ես խոսում։ Դե դրա համար էլ զարմանում եմ, ասում եմ չի լինում քո նման մարդ։ Այսինքն ինչ ես ուզում ասես, ես չեմ հասկանում։ Որ ես լավ դերասան եմ ու տեղին ձևեր եմ թափում։ Սատից բաներ մի խոսա։ Դու լավ էլ հասկացար ինչ եմ ուզում ասեմ։ Իսկ կլինի փակենք թեման էլ չխոսենք։ Չէ, ինչի։ Օրինակ աղբորոտ մահը։ Հա ճիշտ է։ Ես իրան կյանքից չեմ զրկել։ Կլինի չխոսանք այդ մասին։ Չէ, մի րոպե։ Մենակ այդ չի։ Դու ինձ ինչ ասես ներեցիր։ Մտար իմ ծանր ու աննորմալ կյանքի մեջ։ Իմ հետ ինչ դժվարություն ասես տեսար։ Ու հիմա էլ երախոս ես պահում։ Հիմա ես չեմ դու ես։ Ասես ուտ ես ասում։ Գիտես, որ սենց կողքից լսում եմ, ճիշտ ասած ես էլ եմ զարմանում։ Բայց ես արդեն սկսել եմ չզգալ, թե ինչերի միջով եմ անցել։ Ու դրա պատասխանը մեկն է։ Սերը։ Երբ կա այդ սերը, աչքես փակում ամեն ինչի վրա։ Կամ ուղղակի սկսում ես չզգալ ապրելու ծանրությունը։ Ես վախենում եմ։ Ինչից։ Որ չկորցնեմ քեզ։ Չկորցնեմ քո սերը։ Շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ այնքան հավատարիմ ես քո սիրուն, կարողանում ես պահես ուրիշի երախում։
Լավ ես երեխեն ուրիշինը չի, ես երեխեն քո երեխեն է։ Ու ես դա սիրով եմ անում, հասկանում ես դու ինձ։ Չէ, դու ինձ հավատում ես։ Ես ոչինչ ստիպված չեմ անում։ Ու ինչ ապուշ եմ ես, եթե քո այսքան նվիրում ինձ հետո ալիքին պրինցիպ ընկած կյանքիս հետ էի խաղում։ Լավ։ Ջան։ Հիմա չես ասում, ինչ չես պատմում ինձ ոչ մի բան։ Սկսել ես արդեն չվստահել, հա ինձ։ Վստահում եմ, ոչ չեմ վստահում, ուղղակի չեմ ուզում մի բերով ավել ծանրացնեմ քո կյանքը։ Ես մի բանն էլ մի իմացի։ Լավ։ Ոնց կասես։ Սիրում եմ քեզ շատ։ Մենք էլ։ Ու շատ։ Երբ դուրս գանք։ Երբ ուզես։ Ես որ պատրաստ եմ։ Երեխան լավ է, քնած է, հանգիստ կքնի ճանապարհին։ Ուր հասար։ Բայդակ ինձ թվում է ես մարդ չեմ, որ ես աղջկա մարմին այս տանջանքների եմ ենթարկում։ Այ Տեր Աստված, ես ուր ենք հասել։ Դու ինձ կոնկրետ տեղ ես ասա, որ մեքենա ուղարկեմ։ Ինձ բերող մեքենան փչացել է, թե չէ ես արդեն այդտեղ կլինեի։ Հասկացանք։ Քանի անգամ կարելի է նույն բանն ասել։ Ինձ պետքա որ հենց հիմա դու ստեղ լինես։ Եթե դու սևանում ես, ես մեքենա կուղարկեմ ու քեզ տեղ հասցնել եմ մի րոպեի պատմություն է։ Ախր ես ոնց բացատրեմ որտեղ եմ։ Ես չգիտեմ։ Ես մենակ գիտեմ, որ Սևանի ճանապարհին կանգնած եմ։ Մալադես ձեզ, Ալիկ, մալադես։ Հերու տղա իրար չեք զիջում։ Տղետ էլ ոչ տարել, ոչ բերել, ռաստվել է միանգամից սիրուհուտ ընկերուհուն։ Բայց ես անգամ հետի հոգուտի ձապ էր։ Հա? Ու որն է քո հոգուտը կասես։ Ի, կոնե իմացակ, որ պալաչը դիակը ջրի երես է անում։ Պալաչը իրա խոսքի տերն է, քոպես սենց ծակ ու ծուկ չի մտնում։ Դու հլը սպասիտ ես պալաչը ոնց է քթերիցդ բերելու այդ ամեն ինչը։ Չհասկացանք։ Չհասկացանք, ապեր դու իմա պալաչի կողմից ես, թե իմ։ Ով էր ասում քեզ ընդհանրապես բսբսա իրալիք։ Ով էր քեզ խնդրել պալաչի դեմ մահափորձ կազմակերպեիր։ Դու իմա քո արածի պատողներն ես քաղում։ Ապեր դու մի բան անենք։ Դի օգնես ես ուղղություն դուր ցավը տանեմ։ Դու հիմա այնպիսի մի ճանապարհի վրա ես հայտնվել, որտեղից ելք գտնելը շատ բարդ է, Ալիկ։ Բարդ է, բայց անունալ ինչի՞ չի ապեր։ Հայր մեր, որ երկին ես ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկես ցի արքայություն քո, Եղեցին կամք, որպես երկրին ես եւ երկրի։ Լսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մենք թողենք մերոնց պարտապանալ։ Եվ մի տանիր մեզի փորձություն, այլ բերկես մեզի ճարել։ Սիկո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտենս հավիտենից։ Ամեն։ Քորանամ ես։ Այս ինչ տանջանքների եմ ենթարկում երախոսը։ Մորս պահապան եղիր, ես իմ գլուխը կպայեմ ոնց էլ չլինի։ Դու մենակ մորս հետ եղիր, չթողնես նրան, չմոռանաս նրա գոյության մասին։ Շատ եմ քեզ խնդրում Տեր Աստված։ Ունեցած չունեցածս այդ մի մայրն է, նրանից էլ ինձ մի զրկի։ Արի իրար չխափենք, հա։ Ես քեզ համար եմ անհանգստանում, դու իմ։ Սա քեզ տղես։ Թող ես խաչը քեզ պահապան լինի տղես։ Որ ոչ մի չարիք քեզ չկպնի։ Ու անփորձանք տուն վերադարձնի
Մի բան ասա, ապեր։ Մի ժամ ասպասում եմ, որ մի բան ասես։ Չգիտեմ ինչ ասեմ, վիճակդ լուրջ է, Ալիկ։ Բրատ, հետ ես դիտեմ։ Դու ինձ վիճակից դուրս գալու ճարն ասա։ Ուր է տղետ։ Ասեցի, որ հետ գա։ Թող այդ լրպին տրասի վրա ու ինքը աղարանքը ճղի։ Արա դու լրպ։ Ալիկ, քո անխելքությանը մյուսն է հաջորդում։ Զանգի տղուտ ասա թող հետ գնա։ Հետ գնա ուր ապեր։ Արա գնա այդ լրպին վերցնի ուր տանում էր թող տանի ինտեղ։ Բայց չի ապեր։ Երախոսը կգցեմ պատմության մեջ։ Երեխեդ թող գնա անտեղ ու տեսնի ինչա կատարվում, որ մեզ ինֆորմացիա փոխանցի։ Չեմ ասում գնասի, բարև ձեզ, ես եկել եմ։ Թող ուշադիր հետևի, տեսնի ինչա կատարվում, որ ես հասկանամ, թե ինչ կարելի անել քեզ հետ։ Ապեր, բայց Արամիկը տուպոյ է, նա ինձ շպիոն կստացվի։ Արա հա, Ռոժը շպիոնի է, մի բան կստացվի, ինչ էլ ստացվի Երիկա։ Մերնեմ ջանիկ, ես արդեն էլ հույս չունեի, որ քեզ տե կտենամ, այս քեզ տե կանգնած մնաց է, արի նստի։ Սի, եթե հիվանդ ես, գնա բուժվի։ Լավ, ուշ, արի քեզ տեղ հասցնեմ, սպասում էին, չէ քեզ։ Դու ինձ թողեցիր փողոցում, շպրտեցիր ավտոյից դուրս ու հիմա ուզում ես, որ ես քո հետ գամ։ Չհավատաս։ Իրականում ես ներվերի խնդիր ունեմ։ Ես նևրոզ ունեմ, հասկանում ես։ Ես ոնց ասեմ քեզ, երբ որ ինձ մեռած մարդու նկար են ցույց տալի, ես պատկերացնում եմ իրան մահացած, իմ նոպան բռնում է։ Ես փոքր ժամանակ ծնողներիս եմ կորցրել, իմ աչքի առաջ իրանց կորցրել եմ, հասկանում ես, Մերի ջան։ Ու դրա համար իմ մոտ նոպա բռնեց։ Ես վախեցա, պատմություն հորինեցի, բայց ճանապարհին դեղերս խմեցի ու եկա ու այս ամեն ինչը նրա համար էր, որ դու ինձ վատ վիճակում չտենաս, հասկանում ես։ Էլ ոնց ասեմ քեզ, որ հավատաս։ Լավ, հայ, ես արդեն սկսեցի վախենալ քեզանից։ Իրականում ես քեզ սիրահարվել եմ։ Հասկանում ես ու մատով քեզ չեմ կպնի։ Մենակ թե խնդրում եմ զանգի ասա, ով պետքա գա քո հետևից, թող չգա, ես քեզ կտանեմ, լավ։ Կարող է ճանապարհին էլի նոպատ բռնի։ Չէ, դեղերը խմել եմ, տոշնի դոզով խմել եմ, ցելի օր կպահի, նստի։ Վայ առամս, դու սխալ մասնագիտություն ես ընտրել աղբերս, դու պիտի դերասան դառած լինեիր, կամ սցենարիստ, րոպեում սցենարը գրում տալիս եմ ձեռները, վայ աման։